Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակ է հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը, իսկ վերջին շրջանում ներքաղաքական թերևս ամենակննարկվող թեմաներից մեկը զուգահեռաբար երկու գործընթաց է ընթացող, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելուն, եւ այսօր իմ զրուցակիցն է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության նախագահ, ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Խնդրի մասին խոսելից ձեր նախաձեռնության մասին, բայց մի քիչ ավելի հեռվից գանք, տեսեք, Արթուն ենք շարժումը սկսել էր իմպիչմենտի նախաձեռնություններ, այսպես նախաձեռնությամբ էր հանդես եկել, ազգային ժողովի իմպիչմենտի նախաձեռնության առաջարկությամբ, պատիվ ունեմը միացել էր ամբողջ կազմով 6 պատգամավորի ստորագրությամբ, Հայաստան խմբակցությունը պնդել էր, որ երկու ստորագրություն պակասում է, եւ այդ երկու ստորագրությունները կարող են լինել ձեր եւ պարոն Հակոբ Ասլանյանի ստորագրությունները։ Դուք չմիացաք այդ առաջարկին, ինչու՞։ Ներողություն, որ առաջարկին չմիացաք։ Արթունենքի։ Այսինքն Հայաստանը ասում էր, այս երկու ստորագրությունն էլ եթե լինի, մենք ամբողջ կազմով պատրաստ ենք հենց հիմա ստորագրել։ Ուրեմն իմպիչմենտի գործընթացը սկսվում է այն պահից, երբ որ պատգամավորներից որևէ մեկը լրացնում համապատասխան ձևաթուղթ, ներկայացնում որոշման նախագիծ, դնում է իր ստորագրությունը, որոշման նախագծի մեջ գրվում է վարչապետի թեկնածուի անունը։ Այդպիսի բան եղել է բացի մեր արածից։ Դե այնտեղ բանակցում էին, ասում են պատիվ ունեմը Հայաստան խմբակցության ասում էր ցանկացած մարդու ձեզնից մեկի անունը գրեք, մենք կսատարենք։ Բան չեմ ասում, բայց բոլոր դեպքերում դա իմպիչմենտի գործընթաց չի։ Եվ հետևաբար, երբ որ պարոն Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը այդ առաջարկությամբ դիմեցին պատգամավորներին, եւ քանի որ պարոն Ասլանյանի եւ իմ հավաքական հնարավորությունները խիստ համեստ էին, նաեւ մենք որևէ ակտիվություն չցուցաբերեցինք։ Մեկ հաստատում։ Երկրորդ հաստատումը մենք արդեն ամիսներ ի վեր հայտարարում ենք, որ չենք միանալու Հայաստան դաշինքի եւ Պատիվ ունեմ դաշինքի որևէ նախաձեռնության։ Ինչու՞։ Որովհետեւ մեր պայքարը ինչպես այս պահին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է, նույնքան էլ եղել է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքված քաղաքական ուժերի դեմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, ուշ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, բոլոր։ Իսկ ես դա համարում եմ մեծագույն հանցագործություն, որքանով որ անձը, որ քաղաքական գործիչը մասնակցություն ունեցել, դա թողնենք յուրաքանչյուրի խղճին, որովհետև դա շատ դժվար ապացուցելի հարց է։ Եվ հետևաբար մենք իրենց հետ որպես քաղաքական ուժերի անելիք չունենք։ Պատիվ ունեմ դաշինքի մեջ, Հայաստան դաշինքի մեջ ընդգրկված գրեթե բոլոր անդամների նկատմամբ մենք ունենք խոր հարգանքի զգացողություն, այնտեղ կան լուրջ պրոֆեսիոնալներ եւ իրենց ուժը չօգտագործել մեր կողմից բնականաբար նա կարող է օգտագործի պետակաշինության մեջ, դա շատ մեծ շքեղություն է մեր համար։ Հետևաբար, երբ որ այդ առաջարկությունից հետո Էդգար Ղազարյանի եւ Մայլյանի առաջարկությունից հետո մի որոշ ժամանակ անցավ, եղան հայտնի հայտարարությունները, առանց թեկնածուների առաջադրմամբ, մենք հանդես եկանք մեր նախաձեռնությամբ։ Եվ այսօր այս պահին ամենայն դեպս կա մի նախաձեռնություն իմպիչմենտի, դա Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան զույգի առաջարկությունն է, որտեղ վարչապետի թեկնածուի առաջադրել Էդոն Մարուքյանին։ Բուն ձեր նախաձեռնությանը մինչ անցնել է այսպիսի մի հարց տան, որի հեղինակը ըստ էության ես չեմ, բայց այսպիսի կարծիք կա, որ գործընթացը, որ դուք եք ձեռնարկել, իշխանությունների հետ համաձայնեցված է եւ նպատակ ունի ձևախեղել, ծաղրի առաջ կդարձնել իմպիչմենտի բուն գործընթացի ինստիտուտը որպես այդպիսի։ Ծաղրացնել ես եմ։ Ես նման բան չեմ։ Դուք հաստատ կիրթ մարդ եք եւ զարգացած եւ կարծացած։ Եղել են ժամանակաշրջաններ, որ ծաղրացումներն են ղեկավարի երկիրը։ Եղել են։ Դե ուրեմն հաշվի որ այդ ժամանակն է։ Լավ,
Հիմա տեսեք, դուք ասում եք, որ դուք պատիվ ունեմի եւ Հայաստան խմբակցության հետ, ամենադեպս իրենց ղեկավարների հետ փաստացի ճանապարհ չունեք անցնելու։ Բայց որպես քաղաքական միավոր, բայց որպեսզի այս ձեր նախաձեռնությունը Miss Wariun ստանա, պետք է առնվազն այդ երկու խմբակցությունների բոլոր անդամների ստորագրությունը եւ եւս ինչ որ մարդկանց քանակություն, հա, падգամավորական ստորագրություններ արդեն քաղաքացիակը ձեր նախկին թիմից։ Հիմա եթե դուք նման կոշտ հայտարարություն եք անում, ասում եք մենք այս մարդկանց հետ ընդհանուր քաղաքական ոչինչ չունենք ու չենք կարող ունենալ։ Ուժերի հետ, մարդկանց ուժերի հետ, չէ։ Կներեք, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժ է թե անձ է։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան Դաշնքով քաղաքական ուժ է։ Քաղաքական ուժ է, այսինքն Քոչարյանի հետ չունեք։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը միասին առաջարկեն Էդմոն Մարուկյանի տեխնատությունը, մենք չենք միանալու։ Լավ, բանակցում եք այս երկու խմբերի հետ։ Էդմոն Մարուկյանը դիմել է նախաձեռնությամբ դիմել է խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի ասենք այդ զրույցը տեղի ունենա։ Պարոն Մարուկյանը բողոքում էր 3 դեռևս, որ իր հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Յոշքան ու գիտեմ, որ բանը զանգել են եւ ասել են մտածում են հետո կպատասխանեն։ Այսինքն մինչև դեռ բողոք։ Լավ, հիմա ես գիտեք անհապերությամբ սպասում եմ, որ դուք կարևոր հարց տաք, չեք տա։ Որ մեկը։ Ես ինքս տամ ես պատասխանեմ։ Որ մեկը, ես այստեղ շատ հարցեր։ Լավ, տվեք հետո եթե։ Չէ, դուք ասեք, լավ։ Ասեք, մենք ինչ ենք ուզում անենք։ Մենք ինչ ենք ուզում անենք այս պահին։ Մենք այս պահին ուզում ենք անենք հետեւյալը։ Մի կողմից անդիմադիր ուժերը, նույն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այդ առանցքի շուրջ հավաքված ուժերը մի քանի անգամ, արդեն 2 թե 3 անգամ փորձել են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթաց։ Եվ ընդ որում դա փաթեթավորել են հետևյալ կերպ. 1 տարով ընտրում ենք վարչապետ, չէ՞ որ մի տարի հետո կարաս մենալ արտահայտությունների գնաս։ 1 տարով ընտրում ենք վարչապետ, կարգ ենք բերում որոշակի հարցեր եւ գնում ենք ընտրությունների։ Էսի եղել է ընդդիմության, ասենք, ես վերջի ժամանակների բավականին ինտենսիվ գործունեություն։ Երկրորդ հաստատումը մեր խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանը երկիրը ղեկավարելով ծանրագույն ժամանակահատվածում, պետությունը ղեկավարելով ծանրագույն ժամանակահատվածում սպառվել է ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես սպառվել է։ Այդ որակների մարդը արդեն գնում է ավտորիտար ղեկավարման։ Ավտորիտար ղեկավարումը ճակատագրական սխալների կարող է ունենալ մեր պետականության համար, որովհետև երբ որ ավտորիտար ղեկավարը ընդհանրապես որևէ մեկի կարծիքը չի լսում, բոլոր որոշումները կայացնում է ինքը, բայց քանի որ մարդ է, ինքը սխալներ թույլ կտա, եւ այդ սխալները թույլ տալու սխալներից մեկը կարող ճակատագրական լինի մեր պետականության համար։ Թող գնա հանգստանա մի տարի։ Մի տարի վարչապետը թող հանգստանա, ընդդիմության ուզածներ լինում է։ Մի տարով վարչապետ է ընտրվում։ Եվ մի տարի հետո ուզենք թե չուզենք, ազգային ժողովի ընտրություններն են 26 թվականին։ Եվ վարչապետը հանգստանալուց հետո ներկայանում է ժողովրդին իր ծրագրերով, թե ոնց է պատրաստվում լուծի այն խնդիրները, որ այսօր ծառացած են մեր պետականության առաջ, ընդդիմությունն է ներկայանում իր ծրագրով, թե ոնց կլուծի, եթե ինքը գա իշխանության։ Մենք ենք, ասենք, միավորվում ենք մյուս քաղաքական ուժերի հետ, մենք մեր ծրագրով ենք հանդես գալիս եւ այն իրավիճակը, որ կստեղծվի Էդմոն Մարուկյան, քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, պատիվ ունեմ դաշինք, կենտրոնական հանձնաժողովի նախագահ Հովակիմյան, իմ կողմից շատ հարգված։ Այդտեղ մենք հնարավորություն ունենք իրականացնելու մեր նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմ, ամենամաքուր, ամենաթափանցիկ ընտրությունները։ Ինչ վատ բան ենք ասում։ Ինչ կապ ունի, որ Էդմոն Մարուկյանը ճաղատ է։ Ինչ կապ ունի, որ Էդմոն Մարուկյանը ինչ-որ ժամանակ աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, Նիկոլ Փաշինյանի չէ, վարչապետի, ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, որ ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի թիմից, ասենք դա ինչ կապ ունի, բայց թիմից հեղափոխություններ ա լինում, հիմա հարց է, մեկ ենք շեղվել պարոն Ասլանյանի հետ հեղափոխական արժեքներից, չէ՞։ Վարչապետը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի թիմից ես էլի մարդիկ գիտեմ, որոնք այդ ընթացքում գոնե առնվազն այսպես լռել են ու եթե հիմա իրենք օրինակ այդ թիմից դուրս գան, որևէ մեկը չի հիշի, որ իրենք եղել են այդ թիմում։ Բայց դուք եղել եք թիմի այն անդամներից, որը կներեք, եթե կոռեկտ չէ, չի Նիկոլ Փաշինյանի արևով երթվում էր։ Եվ չեմ էլ փոշմանը, որ երթվել եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ մեծ բան արել մեր պետականության կայացման եւ զարգացման եւ հզորացման գործում շատ բաներ արել, բայց դուք տեղյակ չեք, թե ներքին
մեր քննարկումների ժամանակ ինչ պայքարներ ա եղել, ինչ կռիվներ ա եղել։ Ես հիմա գիրքս վերջացնում եմ, այդ գրքում որոշակի բաներ կգրեմ այդ մասին, ստիպված պիտի գրեմ այդ մասին։ Ինչ կռիվներ ա եղել, ինչ պայքարներ ա եղել եւ որ պահից է սկսել արդեն մեր արճակատումը դառնալ քաղաքական արճակատումը դառնալ ավելի բան անընդունելի կողմերի համար, որը բերեց հասեց այս վիճակին։ Բայց դուք ուզում եք ասենք բան տեղի ունենա հեղափոխություն, եւ այդ հեղափոխական թիմը տասնամյակներով իշխանության մնա, չկա պատմության մեջ այդպես բան, չկա պատմության մեջ այդպես բան։ Խաչատուր Սուքիասյանը օլիգարխիայի դասական ներկայացուցիչ է։ Այսինքն այն մեր արժեքներից մեկը որ մենք ունեինք, որ բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, մենք նրան շեղվեցինք։ Կոռուպցիայի դեմ պայքարը մենք բան ենք արել, տապալել էինք, որովհետև այն ժամանակ ես ասում էի, առաջարկում էի, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տանք ընդդիմությանը, թող ինքը վերհանի կոռուպցիոն դրսևորումները սկսեց ասում էին հա, բայց երբ որ եկան իշխանության, ասեց չէ, պարոն Աղաջան, մենք սրբեր ենք, սրբերին չի կարելի վերահսկել, սրբերն են վերահսկում։ Այսինքն աղճատվեց ամեն ինչ։ Հիմա դուք ինչ եք ինձ ասում ես հեռացել եմ թիմից։ Ես չեմ հեռացել, ինձ հեռացրել են։ Վարչապետին մտածում եք։ Վարչապետին ասեք, չէ՞ք ինձ ասում։ Այսօրվա իշխանությունը Հակոբ Աստանյանն է եւ Հովիկ Աղազարյանը։ Որովհետեւ մենք չենք շեղվել մեր հեղափոխական արժեքներից։ Կներեք, շնորհակալություն հնարավորություն տվեցիք այդ քեզ ասել այդ։ Խնդիր չի, մենք ընդհանուր առմամբ ձեզ դրա համար ենք հենց այստեղ հրավիրել, ոչ թե ասենք հակադարձելու կամ բանավիճելու համար։ Հիմա տեսեք, Էդմոն Մարուքյանին երբ դուք առաջարկում եք կամ առաջադրում եք վարչապետի թեկնածու, դուք քիչ առաջ ասացիք, որ հա ինչ կապ ունի, որ ինքը աշխատել է Նիկոլ Փաշինյանի չէ վարչապետի հետ, հա։ Տարբերությունը բերում են ընդդիմադիրները, ասում են տարբերությունը հետևյալն է։ 2020 թվականից հետո Էդմոն Մարուքյանը պնդում էր, թե Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիոն հայտարարություն։ Դրանից հետո գործարքի գնաց իշխանության հետ, նշանակվեց դեսպան, ու սկսեց ապացուցել, որ չէ, դա այնքան էլ կապիտուլյացիա չէր, հետո մի քիչ անց արդեն սկսեց պնդել, որ դա ընդհանրապես կապիտուլյացիա չէր, հետո երբ այդ թիմից դուրս եկավ, էլի սկսեց պնդել, որ դա կապիտուլյացիա է, այսինքն այնտեղ մետամորֆոզներ կան, հա, այդ իմաստով, դիրքորոշումների իմաստով։ Հիմա առաջարկել մարդուն վարչապետի թեկնածու, որը ամենասկզբունքային հարցերից մեկում այդքան փոփոխական է եւ հարափոփող է իր մոտեցումներում, տրամաբանական չէ։ Դե տրամաբանական չէ, թող նրանք իրաց թեկնածուն առաջարկեն եւ փորձեն իրաց թեկնածուով իմպիչմենտ անել, բայց այդ մտքերը որ դուք ասեցիք եւ էլ ուրիշ շատ մտքեր, շատ հանգիստ իրենք կարող ներկայացնեն արդեն իմպիչմենտից հետո, երբ որ Էդմոն Մարուքյանը լինի վարչապետ եւ պատրաստեն 26 թվականի ընտրություններին, կարծում եմ ժամանակ էր Էդմոն Մարուքյանը միավորում ղեկավարի եւ կլինի վարչապետի թեկնածու եւ թող այդ բաները մերկացնեն Էդմոն Մարուքյանի քաղաքական ոչ ըստ իրենց հստակ կեսվածքը մի կողմից մյուս կողմից էլ վարչապետին, այսօրվա վարչապետին արդեն այդ ժամանակ հիմիկվանից են իրանք ասում են մենք հիմիկվանից մերկացնում ենք, հետեւաբար տրամաբանական չի միանալ այս նախաձեռնությանը։ Իհարկե կարող են եւ չմիանալ, իսկ ով է բանը, ով է պարտադրում իրենց։ Ոչ մեկը չի պարտադրում, բնականաբար, եթե իրանք այդքան անհանգստություն ունեն Նիկոլ Փաշինյանի ասենք գոյության պայմանավորված, որ կարող է պատահի ինչ որ անցկեր տեղի ունենա, որ անդառնալի հետևանք ունենա մեր պետականության համար, անհանգստացած են այդքան եւ գտնում եմ, որ եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանը լինի այդ դեպքում դրանից որևէ օգուտ չի ունենա պետությունը, մինչ դիրքորոշումը ես հասկանում եմ եւ ընդունում եմ։ Դե իրենք պնդում են, ասում են վատին ավելի վատով փոխարինել։ Իհարկե, վատին ավելի վատով, դե հիմա բոլոր դեպքերում դա իրենց համար դա քաղաքական դիրքորոշումը եւ հետեւաբար ես հարգում եմ իրենց դիրքորոշումը։ Թող պահեն Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Դուք հեռացաք թիմից, ձեզ հեռացրեցին թիմից, հա, ձեզ հեռացրեցին թիմից, եւ հիմա որքանով որ ես եմ տեղյակ, դուք որևէ տեսակի շփում նախկին թիմակիցների հետ չունեք, ճիշտ է։ Գրեթե, այո։ Գրեթե չունեք։ Նույնիսկ հարց պատասխանների ժամանակ ձեր հարցերին չեն պատասխանում կամ փորձում են չպատասխանել։ Հիմա որպեսի այս ամեն ինչը էլի եմ ասում, միս ու արյուն ստանա։ Հասկանալի է, որ եթե հավաքվում է համապատասխան քանակությամբ 1/3-ի չափով ձայներ, այնտեղ հնարավորություն է ստանում նույն Էդմոն Մարուքյանը մեկ ժամանոց ելույթ ունենալ, հետո հարց ու պատասխանին մասնակցել, վարչապետի հետ հարց ու պատասխանը բնականաբար լինելու էլի եւս մեկ ժամանոց ելույթով, հա, ընթացակարգի եթե չեմ շփոթում որևէ բան, բայց որպեսի այս գործընթացը հասնի այն տրամաբանական ավարտին, որ դուք եք պատկերացնում,
Դրա համար առնվազն եթե չեմ սխալվում 18 քվե, հա, պետք է ստանաք նաև քաղաքացիական պայմաններից, ճիշտ եմ հիշում թիվը։ 18, այո։ Եթե չհաշվենք պարոն Գեգամ Նազարյանին եւ Իշխան Զաքարյանին, ապա 10։ Պարոն Գեգամ Նազարյանը, եթե չեմ սխալվում, կտրականապես հերքեց կամ մերժեց գաղափարը միանալ իմպիչմենտի։ Ուրեմն 18։ Հիմա եթե դուք եւ պարոն Ասլանյանը չունեք որևէ տեսակի կոնտակտ այս մարդկանց հետ, այս մարդկանց ինչպես պիտի համոզեք, որ իրենք միանան Հայաստանի Հանրապետության իրենց կողմից ընտրած վարչապետի իմպիչմենտի գործընթացին։ Իրենք են ընտրել, չէ՞։ Բնականաբար, դե հիմա այս պահին իրողություններ կան, որոնց թափանցիկ ներկայացնելը իմ նախկին գործընկերներին շատ-շատերի մոտ ամենակիչը հարցեր կառաջացնի եւ այդ հարցերի պատասխանը փնտրելու եւ լուծում գտնելու ճանապարհին իրանք ես կարծում եմ որ կհանգեն այդ եզրահանգման։ Մենք այդ հնարավորությունը կունենանք, չենք շփվում, տարբեր պատճառներով չենք շփվում, բայց դա չի նշանակում որ չենք կարող շփվել։ Հասկանալի։ Լավ, ինչու է Էդմոն Մարուկյանը։ Մենք ունենք 7 տեխնացու, ուրեմն տեխնատուներից մեկը մեր վարչության անդամ Լևոն Մխիթարյան, մյուսը իմ տեխնատությունն էր եւ եւս 5 հոգու հետ շփվում էինք ոչ պերկուսակցության անդամների հետ, որոնցից 4-ի հետ քննարկումներ ունեցանք, շնորհակալություն իրենց պատրաստակամության համար, բայց այդուհանդերձ վարչությունը որոշեց քննարկել մեր 3-ի տեխնատությունը, Էդմոն Մարուկյանի, իմ եւ Լևոն Մխիթարյանի քննարկման արդյունքում միաձայն ընտրվեց, հաստատվեց պարոն Մարուկյանի տեխնատությունը։ Ինչու պարոն Մարուկյանի տեխնատությունը, որովհետեւ պարոն Մարուկյանին մասնավորապես ես ճանաչում եմ շուտվանից երկի դաշինքի ժամանակ ինքը բաներ առաջի համարներ, ասենք վարչապետի տեխնատուներ, պարոն Մարուկյանը եղել է 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների падգամավոր, պատրաստված քաղաքական գործիչ, գիտ, գրագետ, մարդ, ասենք հավանական, ասենք 10-15 հավանական տեխնատուների մեջ հաստատ կլինեինք, եթե ռեյտինգ անենք եւ հասկացնենք ովքեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, ապա ինքը 10-15-ի մեջ կլինի։ Այս հանգամանքները մեզ բերել են այս մտքին, որ ասենք եւ նաեւ կարծում ենք, որ ինքը նաեւ ընդունելի կլինի ընդդիմության համար։ Նաեւ ընդդիմությունը մի քիչ այլ տեսակետ է հայտնում գոնե այս բային, լավ գերեվա։ Տեսեք 21 թվականի, եթե չեմ սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց, ասեց, եկեք ընդդիմությունը հավաքվի մի տեխնոկրատ տեխնացուի շուրջ, հա, որը քաղաքական այսպես ամբիցիաներ չի ունեցել, տարբեր դաշտերում չի եղել, տարբեր ճամբարներում չի եղել, եթե կուզեք, հավաքվեք այդ տեխնացուի շուրջ, ընդդիմությունը մերժեց այդ տարբերակը։ Եվ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ Սերժ Սարգսյանի թիմը ըստ էության չընդունեցին այդ առաջարկը։ Հիմա դրա հնարավորությունը առաջին նկատիունն է, դրա հնարավորությունը հիմա ունեիք դուք, այսինքն եթե դուք գնայիք այդ ճանապարհով, ոչ թե առաջարկեիք, ասենք կամ առաջարկեիք Էդմոն Մարուկյանի տեխնատությունը, հիմա միգուցե մեր զրույցը գնար այլ ուղղությամբ։ Այսինքն ես չէի հարցնի, այ ինչու էս մեկը, այլ ոչ թե այն մեկը։ Ինչու այդ ճանապարհով դուք չգնացիք։ Ինչալուց ՀԱԿ-ի հետ խորհրդակցություններ եղել են, հանդիպել եք Հայ ազգային կոնգրեսի ժողովրդի հետ։ Ես կոնկրետ չէ, բայց պարոն Մարուկյանը կարծեմ բանը պատրաստակամություն հայտնել արտախորհրդանական ուժերի հետ շփումներ ունենալու եւ ինչ-որ ընդհանուր դիրքորոշում մշակելու հետ կապված։ Հիմա գիտեք, չէ, ձեր հարցը շատ բան է, շատ ասենք իհարկե տեղին հարց է եւ կարեւոր հարց է, բայց դե հիմա ես էլ իմ պատկերացումներ ունեմ, պարոն Ասլանյանն իր պատկերացումներ ունի, մենք մեր քննարկումների արդյունքում ենք տարբեր տեխնատուներ են քննարկել, տեխնոկրատներ են քննարկել իմիջիայլոց տեխնոկրատ տեխնատուներ եղել քննարկել են եւ բոլոր դեպքերում գտել ենք այս տարբերակը առավել ընդունելի, որովհետեւ երբ որ նավը գնում է եւ մի կողմի վրա թեքվում է, ինչ հանգամանքների բերումով եւ երբ որ դու ուզում ես այդ նավի բանը ուղղես ու քո գործողությունները թեքում ես հակառակ ուղղության վրա, ռեզոնանս առաջանում եւ նավը խորտակվում է։ Հետևաբար պետք է դու այնպես թեքես մի քիչ ուղղես, որպեսզի քիչ ուղղես, որպեսզի նավը չխորտակվի։ Հիմա եւ ես, եւ պարոն Ասլանյանը, եւ Էդմոն Մարուկյանը, այն որ մենք վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքացիական պայմանագրի կուսակցության հետ ունեցել ենք ճանապարհ
անցած եւ մենք տեղյակ ենք որոշ շատ նրբությունների, որոնք երբեմն չի կարելի նաեւ հրապարակավ արտահայտել, էսի հենց այդ դեպքն է, որ նավը մենք քիչ բերենք Թարազուի եւ ճանապարհ գնանք, հասնենք 2026 թվականի ընտրությունները։ Ես շատ կարեւոր եմ համարում այս հանգամանքը, որովհետեւ նորից եմ ասում, որոշակի կայունություն կա այդ իմաստով, ճիշտ է, վարչապետի ռեյտինգը բավականին իջել է իր ռեյտինգի համեմատությամբ, բայց չկա ընդգծված մի լիդեր, որի ռեյտինգը կամ քաղաքական ուժ, որի ռեյտինգը բարձր լինի։ Հետևաբար, սա այդ ճանապարհն է, նորից եմ ասում, 1 տարով լինելու վարչապետ, մինչև 26 թիվը, ոչ թե կգրաժարվի, հետագա քարից պարոն Մարուկյանը ես կարծում եմ, այլ արդեն կներկայանա որպես վարչապետի թեկնածու, չունենալով իրական լծակներ, վարչական ռեսուրս օգտագործելու, չունենալով իրական լծակներ ընտրական գործընթացների վրա ազդելու եւ այդ ընտրությունների արդյունքում կլուծվի այդ խնդիրը, որ նավի կառավարման ղեկին կմոտիկանան այն ուժերը, որոնց ժողովուրդը, ասենք, պատվիրակի հաշվի առնելով յուրաքանչյուրի մոտեցումը մեր պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում։ Մենք այդ հանգամանքներն ենք մենք հաշվի առնել։ Տեխնոկրատ տեխնատու ունեցել ենք, այդ անունը չեմ տա։ Հա, ունեցել ենք, ես էլ եմ հիշում։ Facebook-յան ընկերներից մեջ էլ կա ինքը։ Տեսեք, նայեք, այսպիսի մի նրբություն կա։ Դուք ասացիք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իր իսկ վարկանիշի համեմատ իջել է։ Բնական է ցանկացած մեկը, որ 7 տարի իշխանության է լինում, հա, դա բնականon գործընթաց է, հաշվի առնելով հատկապես Հայաստանի պարագայում ինչեր են եղել այս ամբողջ ընթացքում։ Հիմա տեսեք, պայմանական թվեր եմ ասում, ասենք թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 40% էր, դարձել է 25%։ Պողոս Պողոսյանի պայմանական վարկանիշը 1% էր ընդդիմության, հա, ինքը շարունակում է մնալ 1%, այսինքն այսպես թե այնպես գործող վարչապետի վարկանիշը հանրության շրջանում 25 անգամ ավելին է, քան ասենք ընդդիմության ինչ որ ներկայացուցչի, հա, քաղաքական ուժի ղեկավարի։ Դա ինչով է այս պայմանավորված, այսինքն այդ վարկանիշը գետնին գցած անդիմությունը չի վերցնում, այդ ոնց այդպես ստացվում։ Կվերցնենք։ Եթե impeachment-ի գործընթացը չստացվի, արդեն կզբաղվենք այդ վարկանիշը, որը իսկապես գցած է գետնին վերցնելով։ Այդ ծրագիրն էլ կա, թույլ տվեք հիմա դրան չանդրադառնալ։ Այսինքն լավ, էլի մանրամասների մեջ չմտնելով Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ասում էր մինչև քոքը մաշեցնելու ենք, այսինքն այդ ճանապարհով պետք է գնալ, թե չէ։ Ուրեմն քաղաքական դաշտը վեր պատկերավոր ենթադրենք մի շրջան, մի սեգմենտը զբաղեցնում է քաղաքացիական պայմանագիրը, մեծ սեգմենտը, մի քիչ փոքր սեգմենտ զբաղեցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արասի շուրջ ուժերը, մնացած մեծ սեգմենտը զբաղեցնում են արտախորհրդարանական ուժերը եւ այդտեղի էլեկտորատը մեծամասամբ չկողմնորոշված էլեկտորատն է։ Հիմա այդ արտախորհրդարանական ուժերը պետք է այնպիսի բանաձևով հանդես գան ընտրողի առաջ, որ այդ բանաձևը վստահություն սփռի բոլորի նկատմամբ եւ այդ մեծ սեգմենտը սեպի նման խրվի այդ երկու սեգմենտների արանքը, ինչքան հնարավոր է դուրս մղի այդ քաղաքական շրջանից, ինչքան կհաջողվի եւ այդպես ասենք փորձել 26 թվականին հասնել հաջողության։ Բանաձևը կա, ծրագիրը կա, թե ինչ շուրջ պետք է համախմբումը տեղի ունենա, որը նորից եմ ասում, այս պահին ես հարմար չեմ գտնում ասել, որովհետեւ պետք է որոշ քաղաքական մեր գործընկերների հետ խորհրդակցենք նոր։ Պարոն Աղազարյան, տեսեք, հատկապես ու մասնավորաբար արտախորհրդարանական ընդդիմության շրջանում այդպես իրավիճակը մի քիչ երկակի է այն իմաստով, որ մի մասը պնդում են, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, այսինքն պետք է շատ զարգացնել փողոցային պայքարը եւ դրանով հասնել արտահերթ ընտրությունների, մյուս մասը համամիտ է impeachment-ի գաղափարի հետ, ասում են, չէ, մենք պիտի գնանք impeachment-ի եւ գնանք հերթական խորհրդարանական ընտրություններին։ Դուք ինչու ընտրեցիք երկրորդ տարբերակը։
Մենք ընդհանրապես այսինքն դեմ եք սկզբունքորեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե դրա անհրաժեշտությունը հիմա չեք տեսնում։ Ես խորին համոզմունք ունեմ եւ հիմա էլ ունեմ, որ քաղաքացիական պայմանագիրը ինքն է նախաձեռնելու արտահերթ ընտրություններ։ Ես կարծում եմ Գյումրու եւ Փարաքյալի ընտրություններից հետո արդյունքներով պայմանավորված եւ արդյունքները այնպեսին են, որ պետք է գնային արտահերթ ընտրությունների։ Հիմա ինչ պատճառներով չգնացին։ Հիմա այդ բանը ժամանակը ես բանման կապում եմ վարչության ընտրությունների հետ։ Դրանից հետո կարող է պատահի գնան արտահերթ ընտրությունների եւ դա բխում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերից, վարչապետի շահերից է բխում։ Ինչու՞։ Որովհետեւ արտահերթ ընտրությունների դեպքում ցուցակները ձևավորում են կուսակցությունների վարչությունները օրենքով։ Հերթական ընտրությունների դեպքում առաջի 30 համարը ձևավորում է համագումարը։ Հետևաբար արտահերթ ընտրությունների դեպքում եթե ձևավորվում է վարչությունը, ապա քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում դա նշանակում է, որ ձևավորվում է վարչապետը։ Այսինքն ինքը ունի հնարավորություն ձևավորելու անձամբ ցուցակները առանց որևէ ռիսկի եւ պատրաստ ներկայանալ ժողովրդին։ Եվ տնտեսական վիճակը մեր ոչ շատ ծանր է եւ ավելի ծանրանալու եւ հետևանքները օրի Երևանվա ժողովրդի մոտ եւ ռեյտինգի ետիմաստով իշխանության ել ավելի անկերելու մինչեւ 26 թվականը։ Հիմա էլի ետիմաստով տանելի վիճակ էր կարելի ասել եւ կարար նպաստավոր լիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար արտահերթ ընտրությունների ֆորմատով։ Մենք ինչի՞ չենք պայքարել արտահերթ ընտրությունների համար կամ եմիս բաների համար, որովհետև մենք սպասել ենք իրականում այն ծրագիրը, որ ես հիմա չեմ կարող խոսել, այդ ծրագրով գնային 26 թվականի ընտրություններին, բայց ինչպես ես ասացի իմ խոսքի սկզբում, երբ որ Էդգար Բազարյանը եւ Նարեկ Մալյանը հանդես եկան այդ առաջարկությամբ, այդ նախաձեռնությամբ հանդես եկան եւ երկու խմբակցությունները ասեցին, որ իրենք պատրաստական են, բայց չունեն տեխնացու, արդեն դարձավ որ բանը իրավիճակը թելադրում է մեզ քայլանելու, մենք ինձ քայլանել ենք։ Եվ հիմա այդ եթե իմպիչմենտը ստացվի, ապա այն ծրագիրը, որ ես պետք է ներկայացնեմ վաղը մյուս օրը 26 թվականի գնալու համար, դառնում է հիմա ներկայացված, մի տարով վարչապետ, մի տարուց հետո ընտրություններ եւ հետեւաբար քաղաքական ուժերը թող վերադասավորվեն իրենց ուժերը եւ անան։ Եվ այդ 25%-ը, որ ասենք թե պայմանական 25, 30, 40% ռեյտինգ որ ունի վարչապետը, այն չկողմնորոշված մասսան պետք է գա ընտրության եւ պիտի գա իր խոսքը ասի։ Այդ ժամանակ արդեն ձևավորվի ռեալ իշխանություն եւ ռեալ դասավորումներ կամ վերադասավորումներ տեղի կունենան։ Դուք պնդեցիք, որ կամ կարծիք հայտնեցիք, որ ձեռնտու է իշխանություններին հիմա արտահերթ ընտրությունների գնալը, որովհետեւ այն դեպքում վարչապետն է ձևավորում ցուցակը, այն դեպքում համագումարը։ Բայց դրանից մի քիչ առաջ ավելի ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, հետեւաբար ինչ տարբերություն ինքը վարչության տրամաբանությամբ առաջարկում, եթե առաջին 30 համարին, թե համագումարին է պարտադրում, թե ավտորիտար։ Դե համագումարի պարտադրելը մի քիչ դժվար է, երբ որ 1000-1500 հոգի ընտրող կարող են լինել, դե կարող է պատահի անկառավարելի իրավիճակներ առաջանալ, շատ դժվար է։ Դե վարչությունում էլ կարող է առաջանալ, որտեղ փակ քվեարկություն է լինում։ Չէ, վարչությունում չի առաջանալ։ Ինչու՞։ Դե գիտեմ, ես վարչության անդամ եմ եղել եւ գիտեմ։ Հա, վարչությունում չի առաջանալ։ 10-13 հոգու մեջ ասենք բացառված է այսօր արդեն երբ Աղազարյան Հովիկը վարչության անդամ չի։ Այն ժամանակ որ էր ուրիշ վիճակ էր։ Հիմա չի բացառված է, որ վարչապետին հակառակ տեսակետ արտահայտվի։ Հասկացա, դուք ասացիք, որ մտավախություն կա, որ վարչապետը, քանի որ շատ առումներով արդեն հոգնել է շատ բաներից, կարող է ճակատագրական սխալներ թույլ տալ, որոնք կազդեն երկրի ապագայի վրա։ Ինչ ճակատագրական սխալի մասին է խոսքը։ Օրինակի համար ելնելով այն հանգամանքից, որ մենք Ադրբեջանի Թուրքիայի հետ գնում ենք բարի դրացական հարաբերությունների, ինչին ես համաձայն եմ, միանշանակ ընդվարում համաձայն եմ, այդ ամեն ինչի կոնտեքստում վաղը մյուս օրը Ալիևը առաջարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետին խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ, հետո կապ չունի, որ քանի որ մենք արդեն հաղթահարեցինք որոշակի բարիերներ մի երկու դարերով բարեկամ ժողովուրդների միջև եւ այսօր արդեն բոլոր տեսակի էքստրեմիստները արդեն կամ չկան կամ դուրս են մղվել դաշտից, պարոն վարչապետ, եկեք մի փաստաթուղթ մենք ստորագրենք եւ մենք ասենք ամրագրենք մեր բարեկամությունը։ Այդ փաստաթուղթն է, որ փախստականները, բոլոր փախստականները, ովքեր Սումգայիթից
հեռացել են հայերը, պետք է վերադառնան Սումգայիթ։ Բաքվից փախած բոլոր հայերը պետք է վերադառնան Բաքու, եւ ես, պարոն վարչապետ, երաշխավորում եմ իրենց անվտանգություն եւ ոչ միայն երաշխավորում, այլ նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերեմ։ Հուսով եմ դուք ստորագրեք հակառակ ուղղությամբ։ Այդ ստորագրությունը կլինի Հայաստանի վերջը։ Լավ, շատ շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ, ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ես Լևոն Սարդարյանը, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։